Երևանի ջիմերի ռիվյուներ, մաս 4-րդ։ Այսօր ռիվյու ենք անելու 11 Fitness Gym-ը, որը գտնվում է Իսահակյան փողոցի վրա։ Ջիմը երկու հարկ ունի, բայց երկուսն էլ շատ փոքր են ու ճնշող։ Առհասարակ երևի ամենամեծ թերությունը այս ջիմի էն է, որ ազատ տարածք համարյա թե չկա։ Ամեն ինչը շատ իրար գլխի լցրած է։ Ունես տեղ չկա, որտեղ կարաս հանգիստ ռասիաշյաներ անես կամ ինչ-որ ուրիշ վարժություններ։ Անցնենք ապարատներին։ Կարդիոյի համար բազովի բաներից ամեն ինչ կա։ Ellipse, treadmill, հեծանիվներ։ Ոտի համար կա նստած ու պարկած leg curl-եր, leg extension, back extension station, ադուկցիայի ապարատ, որը իրոք ծանր է, ինչը շատ հաճելի է, hip thrust, տարբեր squat-ի վարիացիաներ, leg press ու glute max-ի համար hip extension-ի տարբեր սարքեր։ Նաև GHD կար, որը սակայն շատ անհարմար էր։ Այսինքն ընդհանուր ոտերի համար essential-ներից ամեն ինչ կա, բացի abdukցիայի սարքից, որովհետև ստեղինը բավականին թեթև էր։ Upper body-ի համար սիտուացիան մի քիչ ավելի վատ է։ Առաջին հերթին նորմալ տուրնիկ չկա, որովհետև այս ռեզինով բռնակները սղում են, ինչի պատճառով սրանք օգտագործելը շատ անհարմար է։ Իմ կարծիքով ամեն ջիմ պետք է ունենա նորմալ, բարակ, հորիզոնական տուրնիկի ծող, որպեսզի դու ինքդ կարողանաս խատկայի լայնքը ոնց ուզես բռնես։ Նաև չկար assisted pull-up ու dip machine, որը իմ կարծիքով շատ լավ սարքավորում է հատկապես այն մարդկանց համար, ովքեր չեն կարող dip կամ տուրնիկ անել, բայց ուզում են սովորեն։ Ասեմ, որ dip station ընդհանրապես չկար։ Մեջքի սարքավորումներից ամեն ինչ կա essential-ներից, plate loaded chest supported row, plate loaded pull down-ի սարք ու T-bar row, էլի chest supported։ Դոշի համար չկա ցավոք նորմալ pec deck, ոչ էլ նորմալ ուղիղ chest press-ի սարք, որովհետև երկուսն էլ անչափ թեթև են։ Բայց կա երկու հատ narrow grip press-ի սարքավորում դոշի վերևի համար, որոնք վատը չեն։ Ուսերի համար կա բավականին լավ shoulder press-ի սարք, բայց նաև կուզենայի տենա ինչ-որ lateral raise-ի սարք ուսի կողքի դելտայի համար։ Նաև կա preacher curl-ի սարք, որը ցավոք այդքան էլ լավը չի բիցեպսի համար, որովհետև ամենածանրն է ամենակծկված դիրքում։ Այսինքն ստեղ շատ է աշխատելու է breaker ready Alice-ը։ Իսկ հասարակ preacher station, որի վրա գանտելով կարաս անես, ստեղ չկար։ Կա երկու հատ Smith machine, բայց ընդամենը մի հատ squat rack, ինչը համոզված եմ քչությունը անելու ավելի պիկ ժամերին։ Աքսեսուարներից ինձ թվում է ամեն ինչ էլ կա, այսինքն մատրասներ, foam roller-ներ եւ այլն։ Մնամակարանակ տեղ գտնեք այս ջիմում, որ սրանք կօգտագործեք։ Առհասարակ բացի նրանից, որ որոշ շատ essential սարքավորումներ չկան, ես կասեի, որ այս ջիմի ամենամեծ խնդիրը այն է, որ շատ փոքր է, շատ քիչ ազատ տարածք կա։ Ու այն ամենակարևոր սարքավորումներից մեծ մասը ընդամենը մի հատ է, ու ես համոզված եմ, որ շաբաթվա օրերին մարդաշատ ժամերին այս հաստատ խնդիր է լինելու։ Գինը ամսական 35,000 դրամ կամ 3 ամիսը 80,000, ինչը ինձ թվում է միջինից բարձր է։ Ընդհանուր կգնահատեմ 10-ից 4։ Հիմնական պատճառը լինելով հենց այս փոքրությունը ու այն ենթադրությունը, որ տարածքը ու սարքավորումները շատ քչություն անելու պիկ ժամերին։